միտքի դեմ է, որովհետև իշխան Սաղաթելյանն ինձ հետ հարցազրույցում ասաց, որ ներողություն ավարտեմ, ասաց, որ մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այս հարցը լրջորեն քննարկել, իդեպ չբացառելով ասաց, որ ես դեմ չեմ եղել, առաջինը ես եմ կողմ եղել բանին, impeachment-ին։ Թե սա պետք է ուզում ենք թիրախ դարձնել Հայաստան դաշինքին։ Վայ ջան, ոչ եւ ավելին, ես նաեւ խոսք ունեի ասելու, այդ խոսքին չասա։ Նամակները հանձնելուց հետո գործողություններ պետք է հետևեն, չէ՞, որոշակի ինչ-որ այլ գործընթացներ պետք է տեղի ունենան։ Այդ մասով լիազորված եմ Արթունենք շարժման անունից հայտնելու, որ մեր նախաձեռնությամբ մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ Հայեղափոխական դաշնակցության հետ, որպես քաղաքական կուսակցություն, զուտ սրանք, սրանք այսպես ասած կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց, սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն, կամ միգուցե իրանք ասեն, չգիտեմ, չենք միանում, բայց այնուամենայնիվ չի այս գործընթացը նաև տրամաբանական ավարտին հասցնելու համար, այսինքն որպեսզի նրանց քպականները, այդ թվում եւ ընդդիմադիրների մասով դուք ունեք հստակ բան, որ բոլոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող պատգամավորները նախ կմիանան ձեր նախաձեռնությանը, որ աշկի վերջը բավարար կլինի, որպեսզի մտնի օրակարգ, հետո նոր արդեն ճնշում են փողոցային պայքարով, այդ ձեր ասած Արթունենք շարժումը փողոցային պայքար սկսելու է այս գործընթացին։ Պատասխանելով ձեր հարցին, օրակարգը հետևյալն է, քայլերի հերթականությունը հետևյալն է։ Այսօր հանձնում ենք առաջարկ, որպեսզի պատգամավորները այսպես ասած իրար գան շարժվեն տեղից վերջապես ինչ-որ իրանց սահմանադրական հոդվածներով պարտականությունն է իրանց սկսեն իրականացնել։ Այդ թվում նաև լրիվ ամբողջությամբ ազատ ենք թողել վարչապետի թեկնածուի հարցում, մի վարքյան պատասխանում եմ Փայլակի հարցին։ Վարչապետի թեկնածուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրանց եւ անվերապահ, ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, կաջակցենք ցանկացած իրանց կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին առանց որևիցե վերապահման։ Մի վարքյան բան չեմ անում։ Եթե իրանք չեն ուզենա տեղից շարժվել, մենք այդ կանխավարկածով իհարկե չենք առաջնորդվում, բայց եթե չեն ուզենա, այդ ժամանակ ինձ թվում է հանրությունը պետքա իրավիճակը վերցնի իր ձեռքին։ Արդեն այդ ձեր տված հարցին ով է վարչապետի թեկնածուն, մենք կգեներացնենք վարչապետի թեկնածու, կգանք եւ իրանցից միայն կուզենք իրանց ստորագրությունը։ Բա այդ կոնսուլտացիաները հենց այդ նպատակով ենք նախաձեռնում, որովհետեւ իմ նշած մարդիկ եւ քաղաքական մնացած դերակատարները ըստ էության ոչ բոլորն են, որ ազգային ժողովում նախ ներկայացվածություն ունեն, բայց քաղաքական դաշտում ունեն լուրջ ազդեցություն։ Այս պահի դրությամբ, մինչև այս պահը նամակները հանձնելը, խնդիրը այս պատերի ներս է։ Սրանից հետո արդեն խնդիրը տեղափոխվել է ամբողջ քաղաքական դաշտ։ Պարոն Մալավազատիկ, պետք է հանդիպեք, քննարկեք։ Պետք է չէ, մենք նախաձեռնենք։ Հիմա հնարավոր է ինչ-որ ուժեր ձեզ տարհամոզեն եւ հետ կանգնեք այս գործընթացից մեկ եւ երկրորդ հարցից, որովհետեւ շատ են հնարավոր է թերթ չհասնի։ Ասում եք վախեցած են ԿՊ-ականները, մոտավորապես հաշվարկ ունեք, քանի պատգամավոր են ԿՊ-ից վախեցած եւ քանիսը կմիանան այդ վախեցածներից։ Հնարավոր է մեզ համոզեն թե չէ, այո, հնարավոր է։ Եթե այլ որ մեկը արգումենտ բերի, փաստակ բերի խելամիտ, թող մենք բան չենք խելար չենք, ասում ենք ոտներս դրել ենք մի կոշիկի մեջ, ասում ենք չէ, սենց պետք է լինի։ Մինչև այս պահը ոչ մեկ, որևիցե մեկը, որևիցե արգումենտ, որևիցե փաստարկ, բովանդակային առարկություն չի կարողացել ներկայացնել։ Եթե այս պահից սկսած ինչ որ մեկը այդ փաստարկը կներկայացնի, մենք եթե կբացատրի, որ սխալ է, մենք իհարկե ինչի պետք է բանանանք։ Եթե 2026 թվականին ընտրություններ են լինելու եւ կարճ ժամանակ է մնացել։ Լուրջ եք ասում։ Չէ, 26 թվականին ընտրություն։ Այսինքն ես չգիտեի, ինձ պետք է մեկը ասի։ Որպես փաստարկ եմ, եթե տենց փաստարկ լինի։ Այսինքն ինչ որ մեկը ինձ որպես փաստարկ պետք է ներկայացնի օրացույցի հաջորդ տարվա ամսաթիվը։
որը ես իրանցից լավ գիտեմ։ Փոփոխեն, ինձ թվում է չի խանգարում։ Ասելով որ գուցե այս նախաձեռնությունը ավելի շուտ լիներ, խոսքը դրա մասին։ Թող ես ավելի շուտ բանտում էի։ Դուս նոր եմ դուս եկել։ Ասեք, երկրորդը ԿՊԱ-կանները վախեցած են, ես նման բան չեմ ասել, ԿՊԱ-կանները բացարձակ վախեցած չեն այս պահին, որովհետև վախենալու ոչ մի բան չունեն։ Հա, Փաշինյանից վախեցած են, այո, վախի շուտ։ Ինձ թվում է, ես ասեցի, երկու գործոն կա, որով Փաշինյանը ԿՊԱ-կան падգամավորին պահում է ազգային ժողովի շենքում։ Դա շահն է ու վախը, տարբեր կոմբինացիաներով, մեկին համ շահով, համ վախով ապահում, մեկին վախով, մեկին մենակ շահով, բայց ընդհանուր առմամբ գաղափարական չի իրենց միավորումը։ Ես կուզենամ տեսնեմ այն ԿՊԱ-կան падգամավորին, Զարուհի ջան, ով որ Զարրոձին ու Ստալինու դեմքով, Նիկոլա Փաշինյանու դեմքով, կասի ես պատրաստ եմ մեռնել գաղափար հանուն այդ գաղափարի։ Չկա այդ գաղափարը, մենք այդ լավ գիտենք։ Մենք լավ գիտենք այդ մարդիկ ինչի համար են այստեղ, չէ՞ հավաքված։ Դե եթե հավաքված են, չէ, Վայջան, աղջիկը լիքը սպասում է, քեզ առանձին ուզում ես հարցը։ Չէ, թող տա շողիկ ճատուր հարցը։ Էտա։ Ես ոնց հասկացա, որոշման նախագիծ պետք է լինի, վարչապետին անվստահություն հայտնել։ Պարոն Էդգար Ղազարյանին այդ հարցը։ Այսինքն իրավական մասերը Բոլոր հարցերով նախաձեռնության լոկոմոտիվը նախ առաջին Էդգար Ղազարյանի խոսքն եմ ես լսել իմպիչմենտի մասին, գուգլել եմ, փաստարկները նայել եմ, հասկացել եմ, որ շատ տրամաբանված, փաստարկված բան է ասում մարդը, ես էլ ոգևորվել եմ այդ գաղափարով, եկել եմ հիմա այստեղ կանգնած եմ։ Ամբողջական առումով իմպիչմենտի բոլոր մանրամասների առումով կխնդրեմ պարոն Ղազարյանին հարցնել։